եւ այսպես էլեկտրոէներգիան Թուրքիայից, գազը Ադրբեջանից, Օսմանյան թակարդ Հայաստանի Հանրապետության համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր թողարկման առաջին հատվածում դուք արդեն հասցրեցիք ծանոթանալ այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան այսօր ազգային ժողովում։ Պարզապես հիշեցման կարգով նշենք հետևյալը, որ կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարվել, օրակարգում կա 22 հարց, որոնցից ամենակարևոր քաղաքական հարցը վերաբերվում է էլեկտրոցանցի, էլեկտրական ցանցերի փաստացի նույնիսկ ոչ թե պետականացմանը, այլ Սամվել Կարապետյանի ձեռքից այդ կազմակերպությունը ուզում են խլել։ Տրամաբանությունը հուշում է, որ այս գործընթացը ունի թե ներքաղաքական շահառուներ եւ թե արտաքին քաղաքական շահառուներ։ Եկեք այս արտաքին քաղաքական շահառուների վերաբերյալ հատվածը փորձենք ավելի մանրամասն քննարկել, զննել, եթե կուզեք։ Հարգելի հեռուստադիտողներ, սույն թվականի հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներից Դավիթ Խուդացյանը Թուրքիայում էր եւ այնտեղ նա հանդիպեց իր գործընկեր Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ, որը բավականին հետաքրքիր եւ ցավալի մեր բոլորիս համար ազգանուն ունի Բայրակթարի հետ։ Խուդացյանը հետագայում նաեւ մեկնաբանեց այդ հանդիպումը թուրք գործընկերոջ հետ եւ նշեց, որ նա ի պաշտոնե որպես տարածքային կառավարման նախարար հանդիպելով իր գործընկերոջ հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության ծրագրերի հարցն են քննարկել։ Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակները այս լուրին ծանոթանալով տարբեր կարծիքներ սկսեցին ձևավորել, արտաբերել եւ քննարկվում էր նաեւ հետեւյալը, որ ամենայն հավանականությամբ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողը կապված է նաեւ Հայաստան եւ Թուրքիայի միջեւ ընթացող գործընթացների հետ, ել ավելի բաց եթե ասենք, այսինքն էլեկտրական ցանցերը կարող են խլել Սամվել Կարապետյանից, հատկապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների ընկալմամբ դա ռուսական խոշորագույն կապիտալի ներկայացուցիչ է Հայաստանի Հանրապետությունում, իսկ ռուսական կապիտալը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար վտանգ է ներկայացնում, այս ամենը հաշվի առնելով Հայաստանի կրկին ասենք քաղաքական, հասարակական, փորձագիտական շրջանակներում սկսեցին քննարկել տարբերակ, որ եթե Նիկոլ Փաշինյանը խլի Հայաստանի էլեկտրական ցանցերը Սամվել Կարապետյանից, նա կարող է վերավաճառել դրանք ինչ որ մի կազմակերպության, որը ուղիղ կապ կունենա Թուրքիայի հետ, Թուրքիայի իշխանությունների հետ։ Ճիշտ է, Դավիթ Խուդացյանը ինքը հասցրել նաև այս տեղեկատվությունը, այս մոտեցումը, լավ, այսպես եկեք ձևակերպենք, այս մոտեցումը մեկնաբանել եւ նշել է հետեւյալը, որ այս տեսակ հարցերը նույնիսկ չեն էլ քննարկվել թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, բայց ինչպես ասում են, բոլորիս տառապանքը փորձ ունի։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի կողմից վարած քաղաքականությունը մեզ հուշում է հետեւյալը, որ Փաշինյանը ինքը իրեն դրել է մի իրավիճակում, որ նա աշխարհակաղակական առումով կախված է Թուրքիայից։ 2021 թվականի Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց վայելել ազատությունը եւ իշխանությունը առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ Թուրքիայից եղավ ուղիղ աշխարհակաղակական աջակցություն։ Դա նաեւ հանգեցրեց նրան, որ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը վերարտադրեց իր իշխանությունը։ Հիմա մենք մոտենում ենք նոր ընտրական ցիկլին։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է վերահաստատել թուրքական կողմի աջակցությունը։ Եթե նույնիսկ նա չհասցնի գործընթացը մի կետի, որի շրջանակներում նա կկարողանա սեփականաշնորհել փաստացի պետությունը խլի Սամվել Կարապետյանի սեփականություն հանդիսացող Հայաստանի էլեկտրական ցանցերը եւ վերավաճառի թուրքական կազմակերպությանը, ինքնին այս գործընթացը Նիկոլ Փաշինյանը կարող է վաճառել թուրքական կողմի վրա, ներկայացնելով հետեւյալը, որ տեսեք, ես իբր թե վերահսկում եմ իրավիճակը Հայաստանի Հանրապետության ներսում, ավելին ես պատրաստ եմ գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանի էներգետիկ համակարգը ինտեգրեմ թուրքական աշխարհին։ Մենք արդեն այս հարցին անդրադարձել ենք այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ խնդիրներ կունենա Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանցերը խլելու, սեփականաշնելու կամ նրա սեփականատիրոջը փոխելու, բայց ինքնին այս գործընթացը նա կարող է իրապես թուրքական կողմի վրա վաճառել, բայց մենք նաև պետք է հասկանանք հետևյալը, իսկապես Հայաստանի Հանրապետությունը ինքը վակուումի մեջ չէ, որ գոյություն ունի, եւ այս ամենը կարող է որոշակի հետևանքներ ունենալ։ Այդ հետևանքները կարող են լինել հետևյալը, մենք կարող ենք գանք մի իրավիճակի, երբ որ մենք էներգետիկ ճգնաժամի առջև կարող ենք կանգնել, այսինքն եթե ինչ որ մի փուլում
Նիկոլ Փաշինյանի ձեռքը հասնի նաև էլեկտրական ցանցերին եւ իրենք այնտեղ արտաքին կառավարիչ նշանակեն, մենք կարող ենք գանք մի իրավիճակ, երբ որ էներգետիկ ճգնաժամ կունենանք։ Հիշում եք ինչ էինք ասում մեր զրույցի սկզբնական հատվածում, որ ռուսական կապիտալը Նիկոլ Փաշինյանի համար վտանգ է ներկայացնում, այդ թվում նաև պետական կապիտալն է վտանգ ներկայացնում, հետեւաբար զարմանալի չի լինի, որ եթե էլեկտրական ցանցերի հետ կապված գործընթացը հասնի ինչ-որ մի եզրագծի, որից անդին Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես թեկուզ, բայց կարողանա արտաքին կառավարում մտցնել էլեկտրական ցանցերում, տրամաբանությունը հուշում է, որ հաջորդիվ նա կարող է քայլեր ձեռնարկել ազատվելու համար, ինչպես իշխանություններն են ներկայացնում, կախվածությունից էներգետիկ ոլորտում, ռուսական կախվածությունից եւ օրինակ ռուսական գազի փոխարեն փորձի գնել ադրբեջանական գազը, հարգելի հեռուստադիտողներ, դուք կասկածում եք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը սպասարկող այսպես կոչված փորձագիտական հանրության ներկայացուցիչները սա չեն ներկայացնի որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դրսևորում ապացույց նրա, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է թոթափել այդ ռուսական լուծը, բայց մենք նշենք հետևելը, հարգելի հեռուստադիտողներ, եթե մենք այս ամեն ինչը հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քայլերի արդյունքում մենք կարող ենք կանգնել մի իրավիճակի առաջ, երբ որ Հայաստանը էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնելու, այսինքն երբ որ դու զրկված ես լինելու էլեկտրաէներգիայից, երբ որ դու զրկված ես լինելու գազից, բայց փորձելու ես երկրի ներսում սա ներկայացնել որպես հնարավորություն, օրինակ թուրքական կազմակերպություն ներգրավել էլեկտրոցանցերի կառավարման մեջ կամ հնարավորություն Ադրբեջանից գազ գնելու, այս ամենը հասկանում են եւ Բաքվում, եւ Անկարայում, եւ օրինակ իրենք կարող են հետեւել նախապայմանը առաջ բերել, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ուզում է Ադրբեջանից գազ ստանալ, նա պետք է 1 2, 3, 4, 5, 6 օրվա ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում, այլ կերպ ասած, կատարի Թուրքիա եւ Ադրբեջանի նախապայմանները, օրինակ ապառազմականացվի, ինչպես նաեւ այսպես կոչված ադրբեջանցի փախստականները, այսպես ասած վերաբնակեցվեն Հայաստանի Հանրապետությունում դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք կասկածում եք, որ Նիկոլ Փաշինյանը այդ պահանջը դնելուց հետո դուրս չի գա ուղիղ եթեր եւ չի ասի հարգելի հեռուստադիտողներ, մենք հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ ձեր բոլորիդ առաջ, բայց ես պետք է ձեր բոլորի համար ապահովեմ գազ, ապահովեմ էլեկտրոէներգիա, հետեւաբար եկեք համաձայնենք, որ ադրբեջանցիները տեղափոխվեն Հայաստան, բայց դրա դիմաց մենք կստանանք գազ եւ այլն եւ այդպես շարունակ, ինչը իր հերթին կնշանակի հետևյալը, որ մենք եւս մեկ քայլով կմոտենանք մի կետի, որից անդին կարող է Հայաստան պետություն քաղաքական պրոյեկտը, աշխարհաքաղաքական պրոյեկտը փակվել։ Հենց սա է, որ մենք ասում ենք Օսմանյան թակարդ, որը լարվել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մտածեք այդ մասին։